Պուպսիկի, ինչպես Յանը ինձ արեց առաջարկություն, մաս 2։ Մենավատը այն չի, որ ես շատ հոգնած էի ու ամբողջ ճանապարհին համոզում էի, որ չգնանք, այլ որ ես այդ հոգնածությունից ալարեցի այդ օրը տաբատս արդուկեմ ու սև ճմրթված տաբատով էի գնում այդ թիթիզ ռեստորան։ Որ մենք անցնում ենք այդ այգու միջով, ես հետո իմացա, որ դա ինչ-որ թագավորական այգի է։ Յանը սկսում է կեսից իրան տարօրինակ պահել, ասում է՝ նայ, այս ջրի մեջ կրյաներ կա, գնա նկարի, այս կամուրջը նայի, չեմ հասկանում, ինքը ինձնից ի՞նչ է ուզում։ Թե բուն պահը չի գալիս, ես չեմ հասկանում։ Նայում եմ դեմքին, sense մատանին բերում առաջ ու ասում եմ՝ «Իմ կյանքի մեծագույն սերն ես»։ Ես այդ բահին շոկի մեջ եմ ընկնում։ Ոչ ման չեմ հասկանում ինչ է կատարվում։ Ամբողջ կյանք ոնց որ սպասում ես այդ պահին, հազար ձև պատկերացնում ես, ոնց է լինելու, ինչ սիրուն շորիկ ես հագնելու։ Չես գիտակցում, որ այդ պահը եկավ։ Յանն ասում է, որ երբ որ ինքը իմ վախեցած դեմքը տեսավ, մտածեց, որ ես մերժելու եմ, բայց իրական ես ուղղակի շոկի մեջ էի, որից հետո հանգստանում եմ, հանում եմ ձեռքից բոլոր մատանիները, որտեվ ազատ մատ չէի թողել, դնում եմ մատանին ու հետո ես տեսնում եմ, որ լուսանկարիչ կար, ով որ մոտենում է ու երբ որ ես տեսնում եմ այդ իմ սարսափահար նկարները, ասում եմ, որ սա դա երբեք չեմ հրապարակելու։ Բարեբախտաբար լուսանկարիչը ամրագրված էր 1 ժամով, արդեն մեզ հանգիստ սիրուն նկարներ անում, որոնցով հետագայում կիսվում եմ ձեզ հետ։ Ամենահետաքրքիր մասը բոլորը գիտեին, Յանը խոսացել էր մերոնց հետ, իրանց օժնություններ հարցրել, ինձ ոչ մեկ էս ակնարկ չէր արել։ Աման գոնե մի թեթև ինձ ասացներ, բալ էս սիրուն շորիկ հետդ վերցրել ես, ես հաստատ գլխի կընկնեի։ Նախորդ օրը մամային զանգել, ասում է՝ բալ էս լույսը չես վճարել, էլեկտրիկներ զանգե, կանջատեն։ Դրանից ես պետք է հասկանայի, որ ես հաջորդ օրը առաջարկություն եմ երևի ստանալու։ Այսպիսի տեսք են ունենում մարդիկ, ովքեր լիարժեք անակնկալ առաջարկություն են ստանում։ Իրականում ես կուզեի, որ մի քիչ հասկացած լինեի ու գոնե սիրուն շորիկ հագած լինեի, բայց նաև հաճելի է այս հիշողությունները ամբողջ կյանքի համար ունենալ ու իհարկե ամենակարևորը մեր սերն է։